կհիշեք հայտնի տեսարանները։ Մամուլը լրացնելով հնարավոր չէ լրացնել ճշմարտությունը։ Արմատ մեդիայի արդեն վերաքննիչ դատարանով ապօրինի ճանաչված խուզարկության կադրերն են։ Առաջին դատարանի որոշումը համարվել է ոչ օրինական։ Առաջին ատյանի դատարանի որոշումը ընտրությունից 2 օր առաջ մեր խմբագրություն ներխուժած քննիչների ու ԱԱԾ-ականների ձեռքին էր։ Սա դրեցին մեր սեղանին, մեդիան խուզարկեցին, տեխնիկան ու մեր անձնական հեռախոսները հավաքեցին ու հեռացան։ Լրատվամիջոցի խուզարկության որոշումը բողոքարկվել էր։ Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ այո, տեղի է ունեցել Ալեքսան Ալեքսանյանի իրավունքների խախտում, քանի որ այդ Տաշիր առևտրի կենտրոնի 6-րդ հարկում տեղակայված Արմատ մեդիայի գործունեությունը իրականացնելու վայրը պատկանել է Ալիկ Ալեքսանյանին։ Քննչական կոմիտեում քննվող վարույթն էլ կապված է Արմատ մեդիայի սեփականատեր Ալիկ Ալեքսանյանի հետ, իսկ նրան առնչվող հորինված գործը փողերի լվացման ու քաղաքացիներին հավաքին մասնակցելու համար իբրև թե նյութապես շահագրգռելու մասին է։ Երկրորդ ամիսն է Ալեքսանյանը ակնհայտ ապօրինի կալանքի տակ է, ասում է փաստաբանը։ Այս ընթացքում քննչական որևէ գործողություն չի կատարվել։ Ալեքսան Ալեքսանյանին կալանավորել էին այն պատճառաբանությամբ, որ կան բազմաթիվ քննչական գործողություններ, որին կարող է խոչընդոտել Ալեքսան Ալեքսանյանը, մինչդեռ վերջինիս հետ որևէ գործողություն չի կատարվել, բայց ամսի մինչև 3-ը պետք է ներկայացնեն վերջինիս նկատմամբ ընտրված կալանքի ժամկետի երկարացման միջնորդություն։ Արմատ մեդիայի մոտ 5 ժամ տևած խուզարկության ընթացքում մի քանի անգամ փաստաբաններն ասացին. առաջին ատյանի դատարանի որոշումը փաստարկված չէ, զուրկ է իրավական հիմքերից։ Չնայած սրան քննիչներն իրենց գործն արեցին։ Ավելին, խմբագրության դռներն առ այսօր կապարակնքված են, տեխնիկան ու հեռախոսները վերադարձված չեն։ Մեկ անգամ էլ քննչական կոմիտե հարցաքննության են հրավիրվել։ Ստացվում է, որ շարունակվում են այդ ապօրինությունները, այսինքն այս պայդրության այդ գործողությունները, որոնք որ կատարվել են, որևիցե իրավական հիմքեր չեն պարունակել։ Եվ այո, այդ ընտրական վճռորոշ փուլում սահմանափակվում է ոչ միայն լրագրողների աշխատանքը, այլ հասարակության ազատ բազմակողմանի եւ ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Վերաքննիչ դատարանի ակտի հիման վրա փաստաբանները գրություն են ներկայացնելու վարույթն իրականացնող մարմնին, որ արդեն ապօրինի ճանաչված խուզարկության ընթացքում արգելված տեխնիկան ու հեռախոսները վերադարձվեն, իսկ կապարակնքված դռները բացվեն։